Պատերազմը վերացական հասկացություն չէ, միգուցե շուրջ 2 տասնամյակ տևող հարաբերական խաղաղությունը մոռանալ է տվել պատերազմի սարսափները, բայց դրա վտանգն առավել քան իրական է եւ մենք ուզենք դա թե ոչ, պարտադրված ենք մշտապես պատրաստ լինել մարտական գործողությունների վերսկսմանը։ Ցանկացած պահի, երբ թշնամին զգա, որ մեր պաշտպանունակությունը թուլացել է, կհարձակվի, դրանում երկու կարծիք լինել չի կարող եւ այն, որ դա տեղի չի ունենում, վկայությունն է այն բանի, որ մենք մեր խնդիրը հաջողությամբ ենք լուծում, ամբողջ ծավալով, սկսած զինվորների մարտական պատրաստվածությամբ, վերջացրած սեփական ռազմաարդյունաբերության զարգացմամբ եւ բարդ ու ժամանակակից տեխնիկայի արդիականացմամբ մեր մասնագետների ուժերով։ Արթուր Գրիգորյան, հրթիռը պատրաստ է մեկնարկի։ 94 թվականի զինադադարից հետո գրանցված սահմանային մեծ ու փոքր միջադեպերից շատերը թվում էր ուրվորե վերաճելու են լայնածավալ պատերազմի։ Այն այդպես էլ չի սկսվում եւ տարբեր են բացատրությունները, թե ինչու։ Երևի թե մեծ չափազանցություն չի, եթե պնդեմ, որ պատերազմը էականորեն զսպվում է հենց այստեղ։ Մենք գտնվում ենք հայկական սպառազինության սրբության սրբոցում, ՍԿԱԴ, օպերատիվ մարտավարական հրթիռների պահեստարաններից մեկում։ Առաջին անգամ ոչ միայն առաջին ալիքի, այլև ընդհանրապես որևէ նկարահանող խմբի հնարավորություն է տրվում մտնել ռազմավարական նշանակության այսպիսի տարածք։ Ըստ դասակարգման, ՍԿԱԴ-ը օպերատիվ մարտավարական համակարգ է, սակայն դատելով այդ զենքն ունեցող Հայաստանի ու նրա ամբարյացակամ հարևանների չափերից, մինչև թշնամու մայրաքաղաք հեռավորությունից, այս համակարգը դառնում է միանգամայն ռազմավարական։ Մեկնարկային բաժանմունքները բերել համար 1 պատրաստության մարտի։ Մեր հիմնական խնդիրներն են տեխնիկայի պահպանումը մարտունակ վիճակում եւ ճիշտ կիրառում ըստ նշանակության։ Ինչ է դա նշանակում։ Դա նշանակում է, որ հրամանը ստանալուց անմիջապես 5 րոպեվա ընթացքում մենք կխոցենք նախանշված թիրախները։ Թռիչքի ապա բլոկավորման կոդը մտցվեց, հրթիռը պատրաստ է ուղևորվելու դեպի նախանշված թիրախը։ Զորամասում ուսումնական պրոցեսը մշտական բնույթ է կրում, սակայն մարտունակությունը պահպանվում է նաև մարտական վարժանքներով։ Մարտական հրթիռների արձակման վերջին արձակումների ժամանակ ստացանք հետևյալ միջին արդյունքները։ Հրթիռները շեղվել էին հեռավորությամբ 120 մետր եւ ուղղությամբ 85 մետր, որը ըստ նորմացույցների գնահատվում է գերազանց։ Իսկ հետո ուսումնասիրել եք տեղանքը։ Այո, տեղանքի ուսումնասիրության արդյունքները հետևյալն էին. արձակված հրթիռների մարտական մասերի ամբողջական խոցման մակերեսը 500 մետր շարավիղ էր։ Շարավողով 500 մետր էր։ Ինչպես դա հասկանալ 500 մետրի վրա։ Այսինքն 500 մետրի վրա կարելի ասել ամեն ինչ ոչնչացված էր։ Այս հրթիռը մեկնարկից հետո հասնում է 86 կիլոմետր բարձրության։ 300 կիլոմետրի վրա թիրախը խոցելու համար նրանից պահանջվում է ընդամենը 313 վայրկյան։ Ընդ որում անկման արագությունը եռակի գերազանցում է ձայնի արագությանը։ Եթե տեսականորեն անգամ այն հնարավոր է վնասազերծել, ապա գործնական որևէ նախադեպ չկա։ Ինչպես ցանկացած համակարգ, ՍԿԱԴ-ը ևս պահանջում է նորմատիվային սպասարկում։ Յուրաքանչյուր հրթիռի հետ կատարում է ռեգլամենտային աշխատանքներ համաձայն իր ստուգման գրաֆիկի։ Ինչ է կատարվում այդ։ Կատարում է կոմպլեքս ստուգում, եթե անցնում է համապատասխան հրահանգները, ապա նույն ձևով փաթեթավորվում է եւ հանձնվում է պահպանման։ Կոնկրետ այս հրթիռը ամբողջական ստուգումն անցել է հունիսին։ Պահպանվում է մարտական պատրաստության 6-րդ աստիճանում։ Սովորաբար այլ երկրներում հրթիռները պահում են այսպես կոչված արսենալային ռեժիմում։ Դա նշանակում է, որ մեր ՍԿԱԴ-ները մարտական պատրաստության ռեժիմում են։ Ինչպես հայկական զինուժի ցանկացած զինատեսակ, ՍԿԱԴ-ը ևս չի խուսափել մեր մասնագետների միջամտությունից։ Մասնավորապես արդիականացվել են արձակման կայանքների նախամեկնարկային սպասարկման ու արձակման կայանքները։ Արվել է ևս մեկ շատ էական նորամուծություն, որի մասին զինվորականները չեն խոսում։ Նշում են միայն, թե այն ավելի է մեծացրել հարվածի ճշգրտությունը։ Թող չգա անհրաժեշտ պահը, բայց եթե եկավ, բոլորը կտեսնեն, թե ինչի է ունակ մեր արսենալի ամենահզոր զենքը։ Արթուր Գրիգորյան, Էդգար Դավթյան, Առաջին ալիք։